Մենք շարունակենք մեր եթերը եւ շարունակենք զրուցել Թումանյանի բանահյուսության ու գիրք կարդալու մասին։ Մեր տաղավարում է Թումանյանագետ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Ձեր տոնը, բոլորիս տոնը շնորհավոր։ Շնորհակալ եմ, ես եմ ձեզ շնորհավորում։ Մեծ պոետի մեր ծննդյան օրն է, գիրք նվիրելու օրն է եւ մենք կարծես թե ապրում ենք աբսուրդ աշխարհում, հենց նոր թերթում է ուրեմն Facebook-ս եւ պարզեցի, որ Ռուսաստանի Դաշնությունում Հարուկի Մուրակամի Կաֆկան լողափում գիրքը արգելված է վաճառքի եւ տպագրման համար։ Առհասարակ ինչպես եք վերաբերվում գիրք տպագրելու արգելքին, գրողներին դարձնելու, չգիտեմ, քաղաքականության մեջ, այո։ Այսպես եմ վերաբերվում, ճիշտ ասած, ես չեմ հավատում, որ կան ապաքաղաքական տիրույթներ։ Իդեպ գիրքը ամենակաղաքական երևույթներից է, թեև գրական տեսվական երևույթ, եւ հայտնի փաստ է, որ հեղափոխություններ կան, որ եղել են հենց գրքի միջոցով, տարածված կարծիք է, որ ֆրանսիական հեղափոխության ամենալուրջ լծակը մշակութային գրական առումով եղել է Փարիզի գաղտնիքները Էժենսյուի, այնպես որ գուցե քաղաքական անձանց կարծիքով գրքերը այնքան էլ անվտանգ չեն, որքան կարող են թվալ։ Այո, վտանգի էլեմենտ, այլ հարց է, թե ինչն են իրենք համարում վտանգ, դա պարտադիր չէ, որ լինի քաղաքական որևէ երևույթի նպաստող բան, դա կարող է լինել պրոպագանդա, ագիտացիա, դա կարող է լինել հոգեբանական վտանգ։ Ես օրինակ, խնդրում եմ ճիշտ հասկանալ իհարկե, բոլորովին անվնաս չէի համարի Դոստոևսկու վեպերը, որոնք կարող են ծանր Դոստոևսկու ստեղծագործությունները, որ շատ ճնշող, առհասարակ եւ պետք է ունենալ սթափ եւ առողջ միտք այն կարդալու համար։ Դոստոևսկու նկատմամբ ձեր բոլոր զգացմունքները եւ դրան բացատրություններ կան, չէ՞։ Իհարկե, թեև իմ սիրած հեղինակներից է եւ դրանից հետո դա ապրել է։ Դա առանձին հարց է, պատճառների մասին ենք խոսում, նա գրական հանճարներից է, բայց ինչ է տեղի ունենում ընթերցողի հետ նման գրքեր կարդալուց հետո, մանավանդ եթե ընթերցողը առանձնապես կայուն ձևավորված, այո, իսկ մենք ունենում ենք տարբեր տրամադրություններ։ Ձեր նշած օրինակը ես չեմ տիրապետում ինֆորմացիայի, բայց ընդհանրապես արգելքը մշակութային տարածքում շատ վտանգավոր բան է եւ եթե այն չի կանխվում, կարող է շարունակվել։ Եվ հակառակ պրոցեսն է կարող է ունենալ, որ այլ ավելի հետաքրքրված է։ Ամենաթողության։ Տեսեք, առաջ խորհրդային տարիներին եւ ցարական Ռուսաստանում եղել է շատ ուժեղ գրաքննություն։ Անկամ մանկական գրքերը, մենք Թումանյանի մասին ենք խոսելու, ես իր գրադարանի կանոնավոր այցելուներից եմ գործի բերումով եւ շատ գրքերի վրա, գիտեք, անմեղ ինչ-որ մանկական փոքրիկ զրույցներ են, միշտ գրված է «Дозволено царскую цензуру», անգամ եթե այդ գրքերը հայերեն են։ Այնպես որ սա նորություն չէ։ Եղել է, կա եւ կլինի։ Եղել է, կա եւ հատկապես եղել է եւ կա Ռուսաստանի Դաշնությունում։ Այո։ Առհասարակ կայսերական տիրություններում։ Այո, այո։ Տիկին Ալվարդ, եկեք խոսենք մի փոքր Թումանյանից, հա։ Այսպես հետ գանք քաղաքականությունից։ Ես վախենում եմ, չէ՞, այդ թեման։ Բայց Հովհաննես Թումանյանը եղել է ոչ միայն գրող, պոետ, հայրենասեր, նաև քաղաքական գործիչ։ Միանշանակ։ Այո։ Մեծ քաղաքացի։ Եվ շատ լավ կլիներ, որ մեր քաղաքական գործիչները նաև գրեին 10%-ը նմանվեին գոնե Հովհաննես Թումանյանին։ Կարծում եմ ավելի լավ կլիներ, եթե նրանք հետևեին ինչ էր գրում Թումանյանը քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ։ Այո։ Գրելը պարտադիր չէ։ Այ եթե խոսում ենք հեքիաթներից, հա, այսօր խոսեցինք շունն ու կատուից եւ այլն, հեքիաթներ, որոնք երբ են գրվել, բայց նրանք շատ արդիական են այսօր։ Արդյոք այսօր կարողանում է երիտասարդ սերունդը անցնել Թումանյանին, հասկանալ, նոր գաղափարներ եւ նոր բացահայտումներ անել այդ փոքրիկ եւ շատ կարեւոր թեկուզ հեքիաթների մեջ, թե նոր սերունդը կարծես թե այդքան էլ հետաքրքրված չէ Թումանյանով։ Ես նաև դասախոս եմ ինչ-որ չափով նաև
ուսուցիչ, ես չէի այդպես այդ որակավորում նոր սերունդը։ Դա միատարր չէ, նոր սերունդը եւս ունի ընթերցող երեխա, կան անտարբեր երեխաներ, իրենք շատ տարբեր են։ Եվ իհարկե, ովքեր ընթերցասեր են, կարդում են Թումանյանին։ Թումանյանը հերթական հեղինակը չէ գրականության ցանկում։ Թումանյանը լեզվական, մշակութային եւ ազգային տեսանկյունից ներհյուսված է մեր ինքնությանը, մեր լեզվական ինքնությանը, որ ես շատ կկարևորեի, հա, դա ինքը միայն կարդացվելիք հեղինակ չէ, հա։ Մեր աշխարհայացքը առհասարակ հայ մարդու, որքան էլ այսօր միջազգայնացումը ընդունված լինի, որոշվում է առաջին հերթին Թումանյանով, գոնե արևելահայերեն խոսող տիրույթում։ Իսկ ինչու՞մն է ֆենոմենը Թումանյանը։ Այ բացատրություններ կան դրան։ Ինչպես կամ եթե չլիներ Թումանյանը, ով նրա տեղը կարող էր զբաղեցնել կամ արդյոք կարող էր, թե ոչ։ Դժվար հարց եք տալիս եւ կխուսափեի ինչ-որ հում պատասխան տալուց, բայց գոնե հեքիաթի տիրույթում մենք դրա հավասարը չենք ունեցել։ Ես նշեցի լեզվի մասին, հա, ավելի լավ է ես ձեզ ասեմ այս պահին ես ինչով եմ զբաղվում եւ իմ հիացումը տասնամյակների Թումանյանի գնալով աճում է։ Հիմա ինձ շատ է հետաքրքրում հայրենի տեսանկյունից Թումանյանի դերը եւ նրա դերը հայերեն գերբնականի բառապաշարի զարգացումը։ Սա մի աննախադեպ բան է։ Կախարդական վայրեր, այլ աշխարհներ, կախարդական իրեր, գերբնական անձնակազմը մեր ողջ, փերիներ, չարքեր, դևեր, քայլ ես նայում եմ նրա երկերը եւ տեսնում ինչպիսի ահռելի ներդրում է նա կատարել ժամանակակից հայոց լեզու։ Այս մասին շատ քիչ է գրվել եւ պետք է անպայման գրվի։ Ոչ թե այդ ընդունված բանը Թումանյանը մեծ մանկագիր, Թումանյանը մեծ պոետ, Թումանյանը մեծագույն լեզվաբան, մի փոքրիկ համեմատություն թույլ տամ ինձ, նույնպիսի դեր են ունեցել Գրիմ եղբայրները գերմաներենի տեսանկյունից, լինելով հեքիաթի հավաքողներ, բանագետներ, դրանք միաժամանակ հանդես են եկել որպես գերմաներենի ամենամեծ եւ կարեւորագույն բառարանի հեղինակներ։ Եւ բացի դրանից մշակույթ կրող եւ աշխարհին ներկայացնող, աշխարհին ներկայացնող եւ գերմանական ազգի միավորման մեջ մեծագույն դեր խաղացը։ Ես կարծում եմ Թումանյանը նույնպես ունի այդպիսի դեր, պարզապես մենք դեռ շատ հստակ չենք ձևակերպել այս։ Չենք հասկանում։ Հասկանում ենք, բայց դա պետք է գիտականորեն ձևակերպել։ Ընկալելը այլ բան է, հնչեցնելը եւ բարձրաձայնելը այլ բան։ Թումանյանը շատ ավելի բարդ է, շատ ավելի կարեւոր է, քան այդ մասին ասվում է։ Այսինքն քիչ է ասվում։ Շատ է ասվում, բայց կան կարևոր բաներ, որ չեն ասվում։ Բացահայտված չեն, այնքան էլ լավ չեն ձևակերպվում, ճիշտ չեն ձևակերպվում։ Ես նկատի ունեմ ազգային, քաղաքական եւ այլ հարցերում։ Մենք շատ հետաքրքիր հարցազրույց ենք ունեցել մի քանի տարի առաջ Թանգարանում, Թումանյանը որպես պետականության գաղափարի, այս սա է, որ այս մասին է, որ պետք է խոսել։ Իսկ ինչի չի խոսվում, դա խնդիր, այսինքն վախում են խոսել դրա մասին, չգիտեն, հարմար չի միգուցե այս պահին։ Եվ հարմար է, ոչ ոք չի վախենում, կարծում եմ այս մասին խոսելու համար պետք է Թումանյանին նայել, ոչ թե ներսից, այլ միջազգային անհրաժեշտ գիտելիքների եւ իրազեկության համատեքստում։ Օրինակ Թումանյան եւ այլ հեղինակներ, այլ մշակույթներ, ես նշեցի Գրիմ եղբայրների հանգամանքը։ Ցանկացած կարևոր բան եզրահանգում անելու համար մենք պետք է նայենք ավելի բարձրից եւ ավելի հեռվից, որպեսզի տեսնենք։ Մենք մի տեսակ Թումանյանի հետ ենք այո հեռանանք եւ տեսնենք այն կարևորագույն դերը, որ Թումանյանը ունեցել է մեր ազգային ինքնության կայացման, մեր պետական մտածողության կայացման հարցում եւ լեզվի զարգացման հարցում։ Որպես լեզվաբանի ինձ համար դա կարևորագույն է։ Ազգերը միմյանցից տարբերվում են առաջին հերթին իրենց լեզվի հարցում։ Մի շատ կարևոր հեքիաթագետ կա Բենգտ Հոլբեկ, որ ասում է, եթե աշխարհի բոլոր հեքիաթները թարգմանենք նույն լեզվով, նրանք իրարից չեն տարբերվի գրեթե։ Այսինքն տարբերությունը հեքիաթի, իսկ ժողովրդական հեքիաթը դա ազգային ինքնության լավագույն դրսևորումներից է, հա։ Ուրեմն լեզուն պետք է շատ կարևորել, իսկ Թումանյանի առաքելությունը այս հարցում իսկապես շատ մեծ է եւ պետք է վերանայվի։ Եթե այդքան ենք խորանում, եկեք չմոռանանք նրա մասին, որ այն
կարմիր գլխակը, որը որ այսօր մենք կարդում ենք, դա կապ չունի այն կարմիր գլխակի հետ, որը որ ի սկզբանե եղել է։ Շատ բաներ է փոխվել այն հին հեքիաթներով, որոնք որ գրիմ եղբայրները օրինակ հավաքագրել են, հասկացել են, որ այսպես չի կարելի ներկայացնել օրինակ երեխաներին եւ այլն։ Հովհաննես Թումանյանի հեքիաթները, ինչպես Նելին ամենասկզբում ասեց, արդիական են եւ մեզ համար նորից զվարճանքի ինչ որ մի մաս են մեր կյանքի, ուսուցողական են եւ այլ, բայց սիմվոլիզմը այդ ամենի եւ նրանց հայեցի լինելը իսկապես ուսումնասիրվել է, օրինակ, շուն ու կատվի մասին չի։ Մի կաթիլ մեղրը մի կաթիլ մեղրի մասին չի, մեր մասին է եւ մենք այսօր երեկվա իրադարձություններից այն ինչ որ տեղի ունեցել երեք հասկանում եք որ մի կաթիլ մեղրից տեսեք ինչ է տեղի ունենում։ Այսինքն դա շատ բնորոշ է մեր մասին եւ մերն է եւ մեր մասին։ Այդ դա ուսումնասիրվել է թե չէ։ Եվ կարեւոր է դա Շատ կարևոր է ձեր թույլտվությամբ որոշ հստակություն մտցնել։ Այո։ Թումանյանը թարգմանել է հենց Գրիմ եղբայրների կարմիր գլխարկը, թարգմանել է կարմրիկ վերնագրով։ Այն ինչի մասին դուք նշեցիք, հավանաբար դուք նկատի ունեք Շարլ Պերոյի կարմիր գլխարկը։ Ես թարգմանության մասին չեմ խոսում, ես ի սկզբանե, այո։ Ի սկզբանե ավելի շուտ ամենահին տարբերակը հեղինակային Պերոյի հեքիաթն է, որտեղ գայլը ուտում է կարմիր գլխարկին եւ դրանով հեքիաթը ավարտվում է, սրա փոխադրությունը ունի Հակոբ Պարոնյանը։ Թումանյանը թարգմանել է Գրիմ եղբայրներին որպես կարմրիկ։ Հետո հեռացանք Շունն ու կատուն, իմ կարծիքով Շունն ու կատուն այնքան էլ հեքիաթ չէ, ավելի շուտ արագի առանձնահատկություններ ունի, ոչ մի արագ այն պերսոնաժների մասին չէ, որոնք ներկայացված են, սա էլաբերություն է եւ սա է դրա ժանրային բնությունը։ Պարզապես մանուկ ընթերցողը դա հասկանում է իմ կարծիքով հենց որպես պատմություն շան եւ կատվի մասին, իսկ ավելի հասուն ընթերցողը հանձին մեզ հասկանում է որպես այլաբերություն։ Նույն տեքստը, նույն զրույցը կարելի է հասկանալ տարբեր մակարդակներում եւ դրանից որևէ բան չի փոխվում, այդպես պետք է լինի։ Երեխան չի կարող այլաբերականորեն հասկանալ տեքստը։ Սիմվոլների մասին խոսելիս, եթե կարմիր գլխարկ, իհարկե այդտեղ բազմաթիվ խորհրդանիշներ կան, կարմիրը որպես կրքի, որպես արյան, որպես վտանգի գույն, շատ բաների, գայլը որպես վտանգի, ֆրոյդյան մեկնաբանությամբ որպես անծանոթ տղամարդուց եկող վտանգ դերատի աղջկան սպառնացող, սա շատ հին զրույց է, իսկ վաղեմի զրույցները, հեքիաթները, որքան հին է զրույցը, այնքան վերջինիս մեկնության հնարավորությունները ավելի մեծ են։ Ես կարող էի ժամերով վերլուծել այդ հեքիաթը։ Ես համոզված եմ։ Թե հեքիաթը թե Հովհաննես Թումանյանի բոլոր գրված գործերը եւ աշխատանքները ավարտում ենք։ Այո, ավարտում ենք։ Ես փոքրիկ նվեր եմ բերել։ Այո։ Իմ հեղինակային հեքիաթը շատ շնորհակալ գնաց գեղեցկուղու մի տարբերակ եւ որպես թարգմանիչ Հարի Փոթերին ուղեկցող մի հատորյակ, որ կոչվում է Բիդլբարդի հեքիաթները։ Որոնք բացահայտում են իրենց համար։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ։ Ես դե որ Հարի Փոթերից խոսեցինք, այսօր Հայաստանում հնարավոր է որ այսպիսի հեքիաթներ ծնվեն, որոնք որ կդառնան համաշխարհային հիթեր եւ բեսթսելերներ։ Ես շատ կուզենայի հավատալ, որ այո, բայց կան նախադրյալներ, որոնք այս պահին բացակայում են։ Մենք հաղորդման մեջ ենք հիմա։ Այո։ Այո։ Նախադրյալներ են պետք։ Նախորդող այդ ժանրում գրած հեղինակներ։ Այսինքն դատարկ վայրում մենք բոլորս կանգնած ենք։ Դատարկ չանվանեինք, այո, բայց իհարկե, կարծում եմ Ռոլինգը կանգնած է, չգիտեմ, ուսերին, թե որտեղ, բայց նրան նախորդում է Թոլքինը, նրան նախորդում է այլ հեղինակներ, բայց դատարկ էլ չանվանենք, որովհետև հենց այս պահին զբաղվում ենք դրանով ոչ միայն նոր հայտեր, հին գրքերի վերահրատարակություններ, ձեր հաղորդումից հետո ես գնալու եմ Երևանի Պետական Համալսարանի գրադարան, նման միջոցառում է, այնտեղ մենք ունեցանք ֆոլկլորից ֆենթեզի, բանահյուսությունից ֆենթեզի աշխատանոց workshop, որը հենց դրա շուրջն էր, միանշանակ։ Շատ շնորհակալություն, հիշեցնեմ, որ Ջոն Ռոուլինգը դիմել էր 100-ից ավելի հրատարակություններին եւ ոչ մեկ չէր հավատում, որ Հարի Փոթերը կարող է դառնա այսօրվա Հարի Փոթեր, ինչ որ մի
անհայտ հրատարակչություն նրան օգնեց եւ դարձան նրանք համաշխարհային, այսպես ասած, գերաստղեր։ Իսկ Tolkien-ի մասին կարող եմ ասել, որ գիտեմ, որ առաջին թարգմանությունը ամբողջ ԽՍՀՄ-ում եղել է հենց հայերենում եւ 60-ական թվականներին Հոբիտը առաջին անգամ ամբողջ այս տարածաշրջանում թարգմանել են հենց հայերեն եւ շատ հետաքրքիր է։ Եվ շատերը մտածում են, որ գրքի հեղինակի անուն ազգանուն այնտեղ 3 բառից է բաղկացած եւ մտածում են, որ գրքի անվանումն է Tolkien Hobbit։ Ոչ թե Hobbit։ Այսքանը, շատ շնորհակալություն Ջիլավյան, եւ մենք գնում ենք գովազդի, մնացեք մեզ հետ եւ նվիրեք իրար գրքեր, ինչպես անում են այսօր մեր հյուրերը մեզ։